Փետրվարի 11-ին ժամը 10:30-ին շտապօգնության 4-րդ ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել։ Դիմիտրովի փողոցի 55 հասցեում հանկարծամահ էր եղել տանտերը։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ 53-ամյա Ալբերտ Մաթևոսյանի դիակի վրա բռնության հետքեր կան։ Իրավիճակը հուշում էր, որ Մաթևոսյանը ոչ թե հանկարծամահ էր եղել, այլ սպանվել էր։ Ձեռնարկված օպերատիվ քննչական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ նախորդ օրը երեկոյան հիշյալ հասցեում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Մաթևոսյանին ծեծի էր ենթարկել նույն փողոցի բնակիչ, նախկինում 3 անգամ դատված Ֆրից մականունով 45-ամյա Արթուր Խաչատրյանը։ Խաչատրյանը նույն օրը հայտնաբերվեց եւ սպանության կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ տարված օպերատիվ քննչական եւ բացատրական աշխատանքների արդյունքում ինքնախոստովանական ցուցմունք տվեց։ Արթուր Խաչատրյանը կալանավորված է։ Կատարվում է նախաքննություն։ Կատարվածին հանգամանալից կանդրադառնանք մեր հաջորդ թողարկումներին։ Ըստ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի փետրվարի 13-ից 14-ը հանրապետությունում արձանագրվել է Մավան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք, որը բացահայտվել է։ Արձանագրված գողության 20 դեպքից բացահայտվել է 10-ը, մարմնական վնասվածք հասցնելու 3 դեպքից 2-ը, իսկ խարդախության 3 դեպքերն էլ բացահայտվել են։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու եւ գողության մեկական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Փետրվարի 13-ին ժամը 21:30-ին Նորագավիթի առաջին փողոցում իրար են բախվել Mitsubishi եւ Gaz 3110 մակնիշի ավտոմեքենաներ։ Mitsubishi-ի ուղևորը եւ Gaz 3110-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն։ Սեպտեմբերի 19-ին Սևանալճի լողափին հայտնաբերվել է մոտ 55-ից 60 տարեկան տղամարդու դիակ։ Հագին եղել է սև կոստյում, տաբատ, վերնաշապիկ ու կաշվե կոշիկներ։ Ձախ ձեռքի վրա կա ժամացույցի տեսքով դաջվածք, դաստակի վրա գրված է հեղինե, կողքին խաչ, ուսային հատվածում 2 դաջված ութանկյուններ։ Դիակի մասին տեղեկությունները կարող եք հայտնել ոստիկանության Սևանի կամ մոտակա բաժին։ Օգոստոսի 23-ին Սևան-Գավառ ավտոճանապարհի Սևանի հատվածում ափից շուրջ 100 մետր հեռավորության վրա լճի մեջ հայտնաբերվել է առանց բռնության հետքերի 35-ից 40 տարեկան տղամարդու դիակ։ Հագին եղել է սպիտակ զուգահեռ գծերով լողազգեստ։ Արտաքին նկարագիրն է, հասակը 177 սանտիմետր, լիքը կազմվածքով, մազերն ու հոնքերը սև։ Դիակի վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Սևանի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 010 59 06 57 0261 22002 հեռախոսահամարներով։ Փետրվարի 9-ին ժամը 11:00-ի սահմաններում Մայրաքաղաքի Նոր Խարբերդի 5-րդ փողոցի բնակիչ 1962 թվականին ծնված Հովհաննես Պարսումյանը տնից դուրս է եկել եւ այլևս չի վերադարձել։ Արտաքին նկարագիրն է, հասակը 160-ից 165 սանտիմետր, աչքերը մուգ կանաչ, մասամբ ճաղատ, շեկ մազերով։ Հագին եղել է կապույտ տաբատ, սպորտային մուգ գույնի բաճկոն, շագանակագույն ձմեռային կոշիկներ։ Հովհաննես Պարսումյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Շենգավիթի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 44 42 60 44 02 02 հեռախոսահամարներով։ Երևան քաղաքի տարբեր վարչատարածքների բակերում կայանված արտասահմանյան մակնիշի մեքենաները մերթ-ընդ-մերթ հայելիազրկվում էին։ Բացի այդ, որոշ մեքենաներ զրկվում էին նաև արգելակման լապտերիկներից։ Գողոնը հեշտ իրացվող էր, պահանջարկը կար, առաջարկ անողներն էլ կամ պետք է ներկրեին կամ գողանային։ Ընտրությունը կանգ էր առել երկրորդի վրա։ Հունվարի 21-ին ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվեց եւ ոստիկանության Ավանի բաժանմունք բերման ենթարկվեց առաջարկ անողներից մեկը Երևանաբնակ 1983 թվականին ծնված Վլադիմիր Մանուկյանը։ Նա խոստովանեց, որ ոմն արտակետ կատարել է 2 տասնյակից ավելի նմանատիպ գողություններ։ Ոմն արտաքին հայտնաբերելու համար իրավապահները շարունակեցին իրացնել օպերատիվ տվյալները։ Պարզվեց, որ 1984 թվականին ծնված Ալիկ Դալաքյանն է։ Օրերս նա բերման ենթարկվեց եւ մանրամասնեց կատարածը։ Մանուկյանն ու Դալաքյանը հանդիպել էին պատահաբար, զրուցել էին դեսից դենից։ Դալաքյանը դժգոհել էր փողի պակասից։ Վլադիմիր Մանուկյանն էլ փորձել էր օգնել։ Առաջարկել էր միասին գողություններ անել։ Ալիկ Մանուկյանի գործն այնքան էլ դժվար չէր, պետք է հսկեր Վլադիմիրի անվտանգությունը, մինչև որ նա կհաներ կողային հայելիներն ու արգելակման ապակիները։ Այդպես հանեցին, տարան, ծախեցին, հետո կալանավորվեցին։ Կատարում է նախաքննություն։
Հերթապահ մասի տեսախցիկը կրկին շրջեց Երևանի փողոցներում, արձանագրելով երթևեկության կանոնների ակնհայտ խախտումներ։ Նկարահանված տեսանյութերի հիման վրա ճանապարհային ոստիկանության կողմից կայացվելու են որոշումներ տրանսպորտային միջոցների իրավախախտում կատարած տերերին կամ դրանք վարող անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։